Պարոն Մեհրաբյան, Սահմանադրական դատարանի նիստից ինչ սպասելիքներ ունեք, ըստ ձեզ ինչ վճռի ականատես կլինեք։ Դեռ նոր է սկսել, ես չեմ ուզում կանխատեսումներ անել, թե ինչ վճիռ կընդունի հարգարժան Սահմանադրական դատարանը, բայց ի սկզբանե ես ունեցել եմ եւ հիմա էլ ունեմ այն ակնկալիքը, որ Սահմանադրական դատարանը ունակ է այնպիսի որոշում ընդունել, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը այս շրջափուլից ավելի ուժեղացած դուրս կգա։ Ուժեղացած իր սուվերենությամբ, ուժեղացած իր ժողովրդավարությամբ, իր դիմակայունությամբ ինստիտուցիոնալ, այն ինչ մեզ ուղղակի կատաստրոֆիկ պակասել է այս անցած տարիների ընթացքում եւ թույլ չի տվել, որ պետության օրակարգը պատշաճ կերպով սպասարկվի եւ արդյունքում մենք ունեցել ենք հենց տեղում դոփել, թեկուզ հենց այն, որ երբ 21 թվականի ընտրությունները պետության լինել չլինելու մասին ընտրություններ էին եւ ցավոք սրտի 26 թվականի ընտրություններն էլ այդպիսին է դարձան։ Այս ամենը այո վկայում է հենց դրա մասին եւ կարծում եմ Սահմանադրական դատարանը պետք է շատ նշանակալի քայլ որպես այդ որոշման հանդես գա, որը ուղեցույց կհանդիսանա ապագա օրենսդիրներին նոր օրենքներ անհրաժեշտության դեպքում իրավակիրառական նոր մեխանիզմներ իրավապահներին եւս կզինի այդ ամենով եւ մենք չենք ունենա այլ նման խնդիր, որ հաջորդ ընտրությունները այլևս չլինի եւ ընդհանրապես այլևս Հայաստանում չլինի պետության լինել չլինելու ընտրություն, այլ լինի լավի եւ ավելի լավի միջև ընտրություն։ Ճիշտ է, հիմա անդիմությունը վիճակում է ընտրությունների արդյունքները, բայց մենք չենք տեսնում դրսում բողոքի ակցիաներ։ Կարծեք թե անդիմությունը աջակցություն չունի, հա, կարելի է թե։ Ախր մենք միշտ տերմինաբանական սխալ ենք թույլ տվել այս 8 տարվա մեջ, ընդ որում դա լրագրողներն են արել, քաղաքական գործիչներն են արել, ինչ անդիմության մասին է խոսքը։ Ես հրաժարվում եմ կոչել անդիմություն այն մարդկանց, ովքեր վիճարկում են պետության գոյությունը, որպես այդպիսին։ Մարդիկ, ովքեր հանդես են գալիս օրակարգում, որը մերը չի, հանդես են գալիս օրակարգով, որը թշնամիների օրակարգն է։ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին հայտարարել էր, որ առաջիկայում հանրահավաք են անելու, կստեղծեն հետընտրական անդիմադիր կոալիցիա, առաջարկում էր ստեղծել նաև համակարգող խորհուրդ, բայց այստեղ էլ կարծեք թե անդիմությունը այդ հարցում կոնսենսուս չունի։ Ինչ կարևոր է, թե ինչ է ասում Սամվել Կարապետյանը։ Ինչ կարևոր է, ինչ ասում, ինչ նշանակություն ունի այդ ասածը։ Ինչ ուզում է թող անի, ինչ ուզում է թող ասի, որովհետև մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ ըստ էության ընտրությունը թիրախավորվել է թշնամական պետության կողմից, հիբրիդային պատերազմի ձևով։ Այդ պատերազմը այսօր ընդլայնվել է եւ դարձել է նաեւ առևտրային պատերազմ։ Եվ այս պատերազմում ձեր նշած մարդիկ այս կողմի խրամատում չեն, այն կողմում են։ Սա է ամբողջ հարցը։ Խոսենք նաև Հայազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին, նա կարծում է, որ փողոցային պայքարը պետք է առաջնորդի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, որն ըստ նրա այս պարագայում ուժեղ Հայաստանն է, ոչ թե ՀԱԿ-ը։ Նա նաև հայտնել է, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարում Սամվել Կարապետյանի ուժի եւ այլ ընդդիմադիրների հետ համատեղ պայքարի եւ իշխանության նախաձեռնություններին հակազդելու շուրջ, այդ թվում հնարավոր սահմանադրական հարաբերությունների դեպքում ոչի ճակատ ձևավորելու։ Սա ինչպես կմեկնաբանվի։ Որպես ինչ ասեմ, ուղղակի աբսուրդ եւ մի թշվառության դեմոնստրացիա բոլորի, այսպես իտես բոլորի, ուրիշ ոչինչ։ Միայն կարող եմ ցավակցել, էլի։ Երբևէ կարող եք մտածել, որ Լևոն Զուրաբյանը կամ ՀԱԿ-ը նման հայտարարություններ կանեն։ Իհարկե, ես այն տարիքում եմ, որ ինձ կարելի է զարմացնել միայն հաճելիորեն,
բայց այս դեպքում այո, ես այնուամենայնիվ դժվարանում եմ չզարմանալ։ Սա այդ դեպքն է, որովհետև ուղղակի անպատկերացնելի է, որ մի նախկին մի ուժ, որը կանգնած է մեր պետության ակունքներում, կանգնած է կրիմինալ դիկտատուրայի դեմ պայքարի դիրքերում, նախկինում, հա, այսօր դեգրադացվել է այս աստիճանի եւ վերածվել ուղղակի այսպես մերձ քաղաքական դալալությամբ զբաղված ինչ-որ խմբի մարդկանց եւ սա էլ ընդհանրապես դրսևորումներ։ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել էր բացահայտել Ռուսաստան մուտք գործող հայաստանյան քաղաքացիներին, ովքեր ազգային ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին են աջակցել, ստուգելով նրանց համացանցային ակտիվությունը։ Նրա խոսքով Փաշինյանի կողմնակիցների մուտքը Ռուսաստան պետք է մշտապես արգելվի, քանի որ նա նրանց կապում է հակառուսական տրամադրությունների հետ։ Ես խնդրեմ ձեր գնահատականը։ Ֆունկցիոնալ մասը, որ Հայաստանի քաղաքացիները չպետք է մտնեն Ռուսաստան, ես լիովին սատարում եմ պատկերացրեք, այո, որովհետև Ռուսաստան գնալ չի կարելի։ Բայց նաև ձեր նշած այդ հակասանիտարական անձը բոլոր ընտրողներին, Փաշինյանի ընտրողներին եւ ոչ ռուսական տեխնացուներին ընտրողներին անվանել էր տվարի, չէ՞։ Այս վիրավորանքը հայ ժողովուրդը չպետք է կուլ տա ոչ մի դեպքում, որովհետև այդ տվար կոչվածը լիովին համապատասխանում է իրեն, իր շեֆին, իրենց կողմնակիցներին, իրենց սատարողներին, որովհետև սրանք վերածվել են սերիական մարդասպանների, ինքն էլ վերածվել է այդ սերիական մարդասպանների Գեբելսի եւ սրանք մարդատիացների մի հատ ոհմակ է եւ ընդհանրապես պետք է իրենց տեղը պատմության աղբանոցն է։ Երբ նա խոսում է հակառուսականությունից, այստեղ ապրում են բազմաթիվ ռուսներ, արդեն շատեր ընտանիքներով են տեղափոխվել, եթե վատը լիներ եւ հակառուսականություն տիրեր Հայաստանում։ Հակառուսականությունը, եթե վերաբերվում է Ռուսաստանին եւ այդ համատեքստով է կոչվում հակառուսականություն, ապա դա շատ դրական երևույթ է։ Իսկ ռուս ազգի կամ ռուս մարդու նկատմամբ դա անիմաստ է դա քննարկելը, այո, որովհետեւ Հայաստանում էլ տեսնում ենք հենց այդ ձեր այդ կոնցլագերից գլուխները պրծացրած հազարավոր ռուսների, որոնք ապրում են Հայաստանում, որոնք Հայաստանում էլ ինտեգրվելով շատ ավելի հայաստանցի են, հա, քան այն բոլոր անուղեղները, ովքեր զբաղված են Հայաստանը այդ ֆաշիստական ռեժիմի արյունոց սապոգի տակ դնելով։ Իսկ ինչով է պայմանավորված, որ Վլադիմիր Պուտինը չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Դե ինչով է պայմանավորված։ Դուք ոնց եք պատկերացնում, պատերազմ, այդ պետությունը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Երբ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմ բառակապակցությունն օգտագործելով, այստեղ առանցքային բառը պատերազմն է։ Պատերազմ վարում են թշնամիները։ Թշնամիները չեն շնորհավորում, նորմալ է։ Եվ ինչ սպասել Ռուսաստանից տնտեսական այս պատժամիջոցներից անդին։ Դրանից զատ դա երևի թե վերջի փամփուշտներն է, որ Ռուսաստանը կրակում է եւ կարող է մեզ կարճաժամկետ վնասներ հասցնել, բայց դա մահացու վնաս չէ։ Ռուսներն ամեն ինչ արեցին, որ շաբաթ նուրբաթից շուտ գա եւ այդ շաբաթն եկել է, հիմա աշխատելու ժամանակն է, պետք է թարգել այդ բալանսավորումը եւ ըստ այդմ գործել եւ այդ ռուսական կառույցների մահվան մասին խոսել ոչ թե եթեյով, այլ ուղղակի ողորմաթաս բարձրացնելով, որովհետեւ այո մեռել է։
Հա, մեռել է, բայց թաղած չի, ոնց որ իրենց Լենինը։ Եվ կարող ենք ասել, որ բոլոր այն մտահոգությունները, որ ուներ հայ ժողովուրդը, նաև տնտեսվարողները, որ ճանապարհը կփակի, մթերքները չի Փակել է։ Չէ, նկատի ունեն Գծել է։ դրանից այլընտրանք չկար, բայց տեսանք, որ այլընտրանք Ամեն ինչին էլ այլ, ուրեմն չկա այլևս մի բան, որի այլընտրանքը չկա եւ ռուսները կարող են մեզ նեղեկցել այդ հարցում։ Կրկնում եմ, կարճաժամկետ վնաս այո, բայց այդ կարճաժամկետ վնասը հետո միջնաժամկետ մեծագույն օգուտի է վերածվելու Հայաստանի Հանրապետության համար։ Նախ եւ առաջ, այո, Օմար Խայամն չէ ասում, որ ոչինչ մեր ճանապարհն առաջ այդպես չի լուսավորում, ինչպես հետևում այրվող կամուրջների բոցը։ Պետք է այրել կամուրջները եւ Հայաստան Ռուսաստանի հետ հաստատապես կարող է բավարարվել հարաբերությունների մի անվտանգ մակարդակով, օրինակ ոնց որ Էստոնիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն են։ Եվ անի իր անելիքը, այո, Հայաստանն այսօր ունի լրջագույն օրակարգ, որը պետք է սպասարկի, եւ այդ օրակարգի ցանկացած կետին խոչընդոտում է Ռուսաստանը։ Խաղաղություն խոչընդոտում է, փոխկապակցվածության ձևավորում խոչընդոտում է, ժողովրդավարություն խոչընդոտում է, ինքնիշխանություն խոչընդոտում է, ինստիտուցիոնալ կայացում խոչընդոտում է։ Էլ չեմ խոսում եվրոինտեգրման, թրիփի, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության, տեխնոլոգիական զարգացման, այդ ամեն ինչին այո խոչընդոտում է։ Վերածվել է մի թունավոր մոլախոտի, ցանկացած բոստան պահող, պետք է զանազանի, չէ՞, օգտակար բույսը մոլախոտից, այլ ոչ թե բալանսավորի օգտակար բույսը մոլախոտի հետ։ Շնորհակալություն։ Բավական է։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։